Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Խնդրեմ, Արդյոք պետության տրված գումարով շողակատը չպետք է այդ կրթական մշակութային կոնտենտը պատրաստել, իսկ եկեղեցու տված գումարով այդ եկեղեցական հոգևոր հաղորդումները, կարծեք թե այդպես է պայմանավորվածությունը։ տեսեք, որևէ գրավոր պայմանավորություն չկա, որևէ պայմանագիր չկա, հա, ոնց են կիսում, այսինքն ես փողը տալիս եմ, որպեսզի այսպիսի, հա, բովանդակություն լինի, պետությունը փողը տալիս է, որպեսզի այդպիսի բովանդակություն լինի, եւ դա անտրամաբանական է։ Այն կառույցը, հա, շատ խալխուլ ձեզ ասեմ, որովհետեւ այն որոշումը, որ ընդունված են, հանրային հեռարձակողի ֆինանսավորումը տալ նաեւ, հա, ոչ պետության, հա, կառույցներին, դա բերեց այս կոնֆլիկտին։ Մենք դրա ուշադրություն չենք դարձնում, ես այդ մասին խոսացել եմ եւ վեհափառետ մոտ 15 տարի առաջ եւ գտել եմ, որ դա սխալ է, դրա մասին մենք խոսացել ենք եւ ազգային ժողովում, ես դրա մասին խոսացել եմ եւ որպես հանձնաժողովի նախագահ, որ այսպես շարունակվել չի կարելի։ Հանրային հեռարձակողը պետք է լինի հանրային խորհրդի վերահսկողության տակ։ Ինքը չի կարա լինի, դուք պատկերացրեք հիմա մի քանի հանրային հեռարձակող, մեկը չգիտեմ, գնա մի հասարակական կազմակերպությունը, մյուսը գնա, չգիտեմ, ավետարաչական եկեղեցու, չի լինում այդպես, սա ելի եմ ասում, չգիտեմ ինչ կամով էր, հա, ինքը արդյունավետ լուծումը կամ ճիշտ, բայց այս լուծումը պայմանավորված էր այդ շողակաթի ոչ հստակ, հա, օդից կախված իրավաբանական պատկանելությամբ, սա է։ Օրենքում դա հիմնավորված չէ, իսկ դուք հանրային բովանդակության հետ կապված ինչ նկատառումներ ունեք։ Օրինակ ինչպես եք վերաբերվում, երբ հանրայինը մշտապես հեռարձակում է այդ նույն եկեղեցու կոնտեքստում ասեմ, տեսեք, կաթողիկոս ամանորին եթերի զրկված է, բայց օրինակ հանրայինը հեռարձակում է Նիկոլ Փաշինյանին նվիրված իր թիմին պատարագը, այսպես կարող եմ ասել, որտեղ միայն քաղաքական դեպքերն են հիմնականում գնում, ու դա մայրաթորը սրբապղծություն է համարում, ասում է, որ սրբապղծություն է, քանի որ կարգալույց քահանան չի կարող պատարագ մատուցել, ու հենց մայրաթորի բնութագրած սրբապղծությունը օրինակ, դա եկեղեցական օրենքներով է։ Հանրային հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակում։ Ինչու է օրինակ մշտապես կարծես թե ծառայում է իշխանության։ Հարգելի եւ սիրելի լրագրողներ, իմ գոլեգաներ, մենք այլ օրակարգ ինձ հարցեր տալու չկա, այս խնդիրը արդեն տևական ժամանակ բոլորին տալիս եք, այստեղ հանրային հեռարձակողի եւ նախագահան կա եւ ռադիոյի տնօրենը, ես նման եմ մի մարդու, որ անհանգստանում է։ Հա, ուրեմն ինձ նկատողություն մի արեք, հա։ Ես ձեզ խորհուրդ եմ տալի ինձ հարցնել այլ բաների մասին, որովհետև այս դաշտը մեր մոտ որ կա, տասնյակ այլ լրջագույն խնդիրներ ունի, որի համար հանձնաժողովը եւ պատասխանողը ինչ որ քայլեր է անում։ Դուք բռնում եք այն, հա, ամենակարևորը ինչ որ օրակարգային հարց եւ փորձում եք միջև վերջ դատանել։ Ես ձեզ ասեցի, հա, այս խնդիրը ինձ այդքան էլ չի հետաքրում։ Մեկ, երկրորդը ես ինձ կոռեկտ մարդ եմ համարում եւ մեկնաբանել այն, ինչ այլ կառույցի, հա, կարգավորման ներքո է, ես չեմ ուզում, իսկապես չեմ ուզում, կա հանրային խորհուրդ, հա, հանրային հեռարձակողի խորհուրդ, նրանք այդ հարցերին պարտավոր են պատասխանել, բայց բացի հանրային հեռարձակողից կան տասնյակ այլ հեռարձակողներ, մարզային, հա, սպորտային, քաղաքային, կա արտաքին խաղացողներ, որոնք բավականին դեստրուկտիվ դեր են այստեղ խաղում, կա բավականին ծանր վիճակ, որում հայտնվել են տեսահոլովակական ծառայություն մատուցողները, կա արհեստական բանականության հետ խնդիրներ, որոնք մեծագույն սպառնալիք են մեդիա դաշտին։ Որևէ այսպիսի հարց ես չեմ լսում։ Հանրային հեռարձակող եկեղեցի, հանրային հեռարձակող եկեղեցի։ Ես հասկանում եմ, որ, բայց ես չեմ ձեր 1000 ներողություն, ես չեմ սովորացնում, դա ձեր օրակարգն է, բայց նաև դուք օրակարգ ձևավորող եք, չէ՞։ Ոչ միայն օրակարգի հետևից գնացող եք, այլ նաև ձևավորող եք։ Փորձենք այ հասարակությունը նաև այլ տեսակի ինֆորմացիա տալ, որպեսզի հասարակությունը տեղեկացված լինի։ Ես նոր բան չեմ ասի, որտեղ եկեղեցու շողակաթի մասին հարյուրավոր արդեն կարծիքներ են եղել եւ իմ կարծիքը այսպես թե այնպես պիտի նմանվի ինչ որ մի կարծիքին։ Եկեք նոր բաների մասին խոսենք։ Այս այնուհանդերձ, որ դուք հանրայինի լուրերը նայում եք, ես չեմ նայում հանրայինի լուրերը։ Ես պաշտում եմ նայեք, այդ ձեզ է թվում ուրեմն, հա, ուրեմն պաշտական պարտականությունները սովորեք, նարեք, նոր ինձ ասեք, ես ինչ եմ պարտավոր անել։ Ես պարտավոր չեմ։ Ես ընդհանրապես պարտավոր չեմ ոչ մի բան նայել։ Ի՞նչ է նշանակում։ Ի՞նչ է նշանակում դուք պարտավոր եք։ Լավ է։ Եթե պարտավոր ենք, բան չէ։ Ի պաշտոնե որը նայեմ։ Դու գիտեք քանի հեռարձակողներ ունենք, 83, այսինքն
Այսինքն 24 ժամ ես ինչ-որ բան Ոչ, ես չեմ նայում, դուք ասում եք դուք, ես չեմ նայում։ Մոնիտորինգ արվում է, իհարկե արվում է։ Եվ մենք մոնիտորինգ ենք անում նաև TV5-ը։ Որևէ անգամ դուք լսել եք, մենք ձեր բովանդակության առումով ձեզ նկատողություն անենք։ Մեր մոտ խմբագրական քաղաքականությունը ազատ են իրագործում, չեք հասկանում։ Հասկանում ենք, չէ՞ բոլորս։ Դե բոլորին Այսինքն դուք ազատ եք թողել, որ հիմա Armenia TV-ն սերիալը հրապարակում, որ Այո, ես չեմ ազատ։ Ինքն իրեն սկսում է ապտակել։ Ինչու է նման բովանդակ։ Արմենիան խտրականության համար եւ բռնություն ցուցադրելու համար երկու անգամ տուգանվել է բարեկամներ մենք տեսնում ենք այսինքն 24 ժամ աշխարհում որևէ մեկը ուչիցի մաչասրոսները ասում են Նարեկ ջան հա մենք դիտարկում ենք ամիսը 5 օր յուրաքանչյուր հեռուստաընկերություն մեր մոտ ամբողջ աշխարհում եւ մեր մոտ ամեն մի հեռուստա ամեն մի լիցենզավորված հեռարձակող մշտադիտարկվում է տարին 2 ամիս Դա ամենամեծ քանակն է աշխարհում։ Նույնիսկ Վրաստանում կողքին 1 ամիս է մշտի դատարկվում։ Մնացածը դա հանրության, պետական կառույցների, քաղաքական ուժների բողոքների հիման վրա է։ Մենք տարվա մեջ նույնիսկ 5 բողոք չենք ստանում։ Ցանկացած խախտում, որը մենք գտնում ենք, մեր մշտի դատարկման արդյունքում է, բայց մենք առավոտից 2-24 ժամ չենք կարող ամեն ինչը տեսնել, հասկանում եք։ Հասարակությունը անտարբեր է, մամուլը անտարբեր է։ Մենք նույնիսկ դուք մտել եք մեր կայք։ Հա, այնտեղ տեսել եք այն կարմիր բաթանը, հա, կոճակը։ Գրած է, գրեք դիմում բողոք, այսինքն հիմա պետք չի երկարնամա գրել։ Տեսնում եք մի բան եթերում։ Սխմում եք վրան գրած է, որ հերոստան ոչ մեկ ոչինչ բան չի անում, բայց պարոն Նարեկը ասում է, ես ինչ եմ պարտավոր անել։ Հանրությունն է պարտավոր հետևել բաների բովանդակությունը, հասկանում եք, հա։ Ես մտնում եմ ձեր ասած կարմիր կոճակը, դասեղներ գրեմ, որ հանրային հեռուստաընկերությունը Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջից 10 Էլի հանրայինը։ Դուք ինչ եք անում։ Հանրայինը կարդացեք օրենքը։ Կարդացեք օրենքը։ Հանրային հեռարձակող խորհուրդը եւ եթե դա խախտում է օրենքը, հասկանում եք, էթիկական նորմերը այլ է, օրենքի խախտումը այլ է, ձեր դժգոհությունը այլ է։ Նույնիսկ անեք, եթե ոչ ամեն ինչն է մեր կողմից, եթե դա Արիերևույթ օրենքի խախտումը, բարեկամներ, ախր ազատությունը հիմնվում է նաև դրա վրա, որ որոշ բաներ մեզ կարա դուրս չգա, բայց մենք ստիպված ենք դրա հետ համակերպվել եւ ճաշակի, եւ քաղաքական ուղղվածության, հա, եւ տասնյակ բաների լիքը ցածրորակ հաղորդումներ կան, բայց մենք բան չենք, ճաշակի ոստիկանություն չենք, որպեսզի կարողանանք նկատողություն անենք շտկել, չկա այդ բանը, Մենք Հյուսիսային Կորեայի չենք բարեկամներ, մենք ճաշակի մասին չենք խոսում։ Դա որոշում է հեռուստադիտողը, որը այդ հեռուստածրագիրը նայում է կամ ոչ։ Այլ բան է, որ չենք ստանում բողոքներ, չենք ստանում։ Մենք այդ բանը կարմիր կոճակի գաղափարը, որ եղավ, անցյալ տարի նոյեմբերն էր, մի տարի անցավ։ Մենք ստացել ենք 7 բողոք ընդամենը, որից 5-ը մեզ չէր բանանում, չէր վերաբերվում։ Իսկ մեկ ընդհանրապես խտրականության խնդիր էր, մեկին դուրս չէր գալի, որ շատ գերմարդ է, ինչ որ հաղորդում վարում, օրինակի համար։ Հա, մենք այդ բանը քաղաքացիական մշակույթը, որպեսզի դառնանք հանրային հեռարձակողի ընկեր կամ մյուս ալիքների, կարողանանք ուղղորդել իրանց աշխատանքները, մեր տեսակետները ասել, մեր մոտ չկա, հասկանում եք։